Բարելույս սիրելի հայրենակիցներ, ուզում եմ միասին մի քանի արձանագրումներ անենք եւ մի քանի ուրեմն դիտարկումներ անենք իսրայելա-իրանական այս էսկալացիայի ֆոնի վրա։ Ես չեմ ցանկանում իրանագետ թվալ կամ իսրայելագետ թվալ, որովհետեւ համապատասխան գիտելիքների հետ մեծ պաշարը չունեմ։ Այս առումով ես զուսպ կլինեմ եւ խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր այս կոնֆլիկտից հասկանում են միայն այնքանով, ինչքանով որ ցույց են տալիս այս կամ այն կողմին հարող Telegram ալիքները, կխնդրեմ իրենք էլ լուր մնան, որովհետեւ ծիծաղելի է դառնում արդեն այս մեր 3 միլիոնանոց իրանագետների եւ իսրայելագետների իրականությունը։ Ես ավելի շատ այս ամեն ինչի ֆոնին ինձ համար մի դիտարկում եմ անում, թե այս ամենը ինչով է ուրեմն վտանգավոր Հայաստանի համար, ինչ կարող է քաղել Հայաստանը այս ամեն ինչից, ինչ կարող է կորցնել Հայաստանը այս ամեն ինչից եւ ինչ կարող է սովորել Հայաստանը այս ամեն ինչից։ Ինձ համար սա է կարևոր եւ սա է առաջնային։ Ուզում եմ ասել, որ նախ եւ առաջին բանը, որ իմ ուրեմն հիշողության մեջ մտավ, դա համեմատականներն էր 2020-ի 44-օրյա պատերազմի հետ։ Տեսեք, թե էսկալացիան ինչ տեսք է ունենում եւ այն պայմանավորված չէ Իսրայելի կողմից Մոսադի իրենց հակահետախուզությունն կամ չգիտեմ ինչն է, գաղտնի ծառայությունը, հատուկ ծառայությունը, թե ինչպես է ներսից կարողանում ահռելի վնասներ հասցնել Իրանին եւ համապատասխանաբար Իրանը ինչ տեսակ հրթիռներ է կիրառում Իսրայելի վրա, ու այստեղ առաջնայինն այն է, որ մեկը մյուսին ընդհանրապես չի խնայում։ Մոսադը գլխատում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, Իրանն իր հերթին հարվածում է Նեթանյահուի ուրեմն ամառանոցին կամ առանձնատանը, չգիտեմ, գլխավոր շտաբին եւ այլն, այս տեսքն է ունենում պատերազմը եւ հիշելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ես ակամայից հիշեցի, որ 44 օրվա ընթացքում, երբ հրետանու ԱԹՍ-ների տեղատարապ էր ու անձրև էր Ստեփանակերտի եւ առհասարակ Արցախի երկնքում, գոնե ձևի համար մի հատիկ սնարյադ, մի հատիկ արկ չընկավ ռազմաքաղաքական ղեկավարության շենքի վրա, մի հատիկ արկ չընկավ այն շենքի վրա, որտեղ որ իրականացվում էին պլանավորումներ, հավաքվում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ այլն։ Այս դիտարկումը իր հարցազրույցներից մեկում երկրորդ նախագահն էլ է արել եւ սա էլ էր իր համար տարօրինակ էր, թե այդ ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը հարվածում է խաղաղ բնակչությանը, կիրառում է կասետային ռումբեր, կիրառում է արգելված զինատեսակներ, հարվածում է բնակելի շենքերին, հիվանդանոցներին եւ այլն, բայց այդպես էլ մի հատիկ արկ գոնե ձևի համար չընկավ են շենքի կամ շինության վրա, որտեղ որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում էր ուրեմն պլանավորում, քարտեզագրում եւ այլն։ Սա է առումով, որպեսզի հասկանալի լինի, որ երբ պատերազմները պայմանավորված չեն, ինչ տեսք են ունենում եւ երբ պայմանավորված են պատերազմները, ինչ տեսք են ունենում, սա պատմական փաստ է, սրա հետ ոչ ոք վիճել չի կարող։ Երկրորդը, ուզում եմ խոսել այն մասին, որ հենց նույն 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ էին այստեղ մարդիկ, ովքեր ասում էին ինչ անի Հայաստանը, նա պատերազմում է 80 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ, Հայաստանը միայնակ է եւ այլն, այսպիսի ուրեմն մտքեր էի լսում։ Սա էլ հերթական սև սրտի մխիթարանքն էր, այսպես ասած, որովհետեւ Թուրքիան իր ռազմական պոտենցիալի 1%-ով կամ 2%-ով է ընդամենը մասնակցել, կամ չգիտեմ, տոկոսային համեմատություն չանեմ, բայց Թուրքիան իր ներուժով չի մասնակցել 44-օրյա պատերազմին։
Բայց ինչքանով էլ որ մասնակցել է 80 միլիոնանոց Թուրքիան չի մասնակցել։ Եվ տեսեք, թե ինչ կարող է անել մի պետությունը, ով ունի Հայաստանից ավելի փոքր տարածք, կենսատարածք, Հայաստանից ավելի անբարենպաստ կենսատարածք, եւ թե ինչպես է կարողանում իր ագրեսիվ քաղաքականությամբ, իր ագրեսիվ ուրեմն գեոքաղաքականությամբ խնդիրներ ստեղծել Իրանի նման հսկայական պետության նկատմամբ, իսկ որ Իսրայելը համարվում է այս էսկալացիայի ինիցիատորը, դրանում կասկած չկա, առաջին հարվածները հենց ինքն է հասցրել։ Ես ուզում եմ ձեզ կոչ անել մի կողմ դնել ձեր ուրեմն մոտեցումները Պարսկաստանի նկատմամբ, Իսրայելի նկատմամբ, բնական է Պարսկաստանը մեզ հարևան պետություն է, շատ հարցերում մեր շահերը կարող են համընկնել, բայց Հայաստանի համար, եթե ուզում եք Հայաստանի համար լավ լինի, անկախ դիտորդի կարգավիճակից պետք է նայեք դեպքերի իրադարձությանը եւ ոչ թե ինչ որ այսպես պաթոսախեղտ ուրեմն հայտարարություններից։ Իսրայելը տեսեք, լինելով շատ փոքր եւ ունենալով Հայաստանից փոքր ուրեմն կենսատարածք, Հայաստանից մի քիչ ավելի բնակչություն, ինչպես է կարողանում ոսկոր հանդիսանալ Իրանի կոկորդին, Սիրիայի կոկորդին, Լիբանանի կոկորդին, չգիտեմ, Իրաքի կոկորդին, ողջ մերձավոր արևելքին։ Մի փոքրիկ պետություն, ինչպես է կարողանում մեր լեզվով ասած հաթաթատալ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Պարսկաստանը, Սիրիան եւ այլն եւ այլն։ Սա այս մասով, որ մարդիկ ասում են ինչ կարող է անել փոքրիկ Հայաստանը Թուրքիայի դեմ, կարող է անել այն, ինչ որ անում է Իսրայելը այսօր։ Իսկ ինչու է Իսրայելը կարողանում անել այն, ինչ որ Հայաստանը չի կարողանում, որովհետև Իսրայելը կարողանում է առաջին հերթին օգտագործել իր ամենամեծ ռեսուրսը, որը կոչվում է մարդկային ռեսուրս։ Իսրայելը master class-ը ցույց տալիս, թե մարդկային ռեսուրսը ինչի է ի վիճակի։ Այստեղ առաջնայինը ոչ թե, իհարկե, տեխնոլոգիապես զարգացվածությունը, հզոր դաշնակիցներ ունենալը, այլ հարց է, սա էլ է մարդկային ռեսուրսի արգասիկ եւ հետևանք։ Բայց առաջնայինը մարդկային ռեսուրսն է, մասնավորապես իր մեծ սփյուռքը, այսպես ասենք, իրենց այդ հերյական մեծ հսկայական համայնքը եւ այդ համայնքի կոորդինացված գործողությունները, որի արդյունքում նա ունի շատ հզոր դաշնակիցներ եւ մյուս դեպքում իրենց հատուկ ծառայությունները, Մոսադը, որը կրկին մարդկային ռեսուրսի ուրեմն պայմաններում է կարողանում Իրանի ներսից հսկայական վնասներ հասցնել։ Այն որ ինքը նաև համապատասխան, չգիտեմ, սիմետրիկ թե ասիմետրիկ պատասխաններ էլ է ստանում Իրանից, դա մի կողմ, որովհետև Իրանը 80 միլիոնանոց գրեթե հսկայական միջուկային պոտենցիալով պետություն է եւ բնականաբար նորմալ է, որ նույնիսկ 1/5 պատասխան տա Իսրայելին, սակայն ինձ ավելի շատ ես ուզում եմ ֆիքսվել Հայաստան-Իսրայել ուրեմն զուգահեռումների վրա, որովհետև երկու պետություններն էլ շրջապատված են թշնամիներով, երկու պետություններն էլ փոքր կենսատարածք ունեն եւ ինչպես է ստացվում, որ այդ պետություններից մեկը կարողանում է պատերազմի հրձիկ լինել Իրանի դեմ, իսկ Հայաստանը այսքան խեղճացած, այսքան թշվառ, այսքան մեղք վիճակում է ունենալով նույնպես հսկայական մարդկային ռեսուրսի պոտենցիալ, ունենալով հսկայական ուրեմն սփյուռք, աշխարհասփյուռ հայություն, որոնց մի դեպքում մեկտեղումը ահռելի ու հսկայական էֆեկտիվություն է տալիս, մյուս կողմից էֆեկտիվություն չկա։ Առաջին բանը, որ մեզ պակասում է, դա իհարկե մեր միասնականությունն է եւ աշխարհասփյուռ ուրեմն հայության կոորդինացման բացակայությունը 30 տարում մեզ չի հաջողվում այդպես էլ ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, ստեղծել մի այնպիսի կոորդինացված համակարգ, մի այնպիսի ցանցային ուրեմն համակարգ, որը կարող է միավորել աշխարհասփյուռ հայությանը մի գերագույն նպատակի շուրջ։ Դա նրանից է, որ մեր ժողովուրդը, մեր ազգը այս պահի դրությամբ չունի ազգային գաղափարախոսություն, չունի ազգային նպատակ, չունի ազգային իղձ,
չունի այն տեսլականը, որը տարբեր հայացքների հանգամանքներում, տարբեր իրավիճակների հանգամանքներում, տարբեր բնակության հասցեների հանգամանքներում կունենա մեկ գերագույն կարևոր նպատակ։ Այս առումով մենք դա չունենք, հետևաբար մենք չունենք հայրենիք, սփյուռք այս կապը, եւ այդ կապը ուրեմն սահմանափակվում է ընդամենը մի քանի պետություններում ուրեմն հայդատի գրասենյակներով եւ զուտ բարեկամական կապերով։ Դրանից են կողմ 10 միլիոնանոց կամ 15 միլիոնանոց աշխարհասփյուռ հայությունը որևէ կերպ չի կոորդինացվում եւ չի զուգահեռվում հայկական շահին, ինչպես որ հայկական շահին չի կոորդինացվում եւ չի զուգահեռվում Հայաստանում ապրող ազգաբնակչության իղձերը, նպատակները եւ այլն։ Սրա հիմքում արդեն պետական քարոզչության բացակայությունն է, Հայաստանում չեն կրթվում եւ չեն դաստիարակվում մարդիկ պետական մակարդակով, որոնց համար առավելագույն եւ գերագույն շահը դա պետությունն է, դա հայրենիքն է եւ հայրենիքի շահն է։ Բազմաթիվ ուրեմն միջակություն պարունակող սերիալներով, բազմաթիվ միջակություն պարունակող ուրեմն սիթքոմներով, հումորային հաղորդումներով մեր ժողովուրդը այնքան է բթացել ու այնքան է դեգրադացվել, որ այլևս ի վիճակի չէ մտածել բարձր եւ աստվածային բարեպաշտական ուրեմն գաղափարների մասին։ Եվ ինչ ենք մենք, ինչ պատկերի ենք ականատես լինում, որ աշխարհում ամենակարևորը լինես 20,000 քառակուսի կիլոմետր, 30,000 քառակուսի մետր, թե 1 միլիոն քառակուսի կիլոմետր, գերագույն եւ գլխավոր ուրեմն հարստությունը դա մարդն է եւ մարդկային ռեսուրսն ունենալով ուրեմն գիտական պոտենցիալ, հաջորդ համեմատությունն եմ անում, ունենալով հսկայական գիտական պոտենցիալ, Իսրայելը կարողանում է զարգ տալ տեխնոլոգիական ուրեմն արտադրությանը, զենագործությանը, կարողանում է ստեղծել զենքեր, կարողանում է ուրեմն համակարգել իր ռազմական ներուժը, բալանսավորել իր ռազմական պոտենցիալը թշնամական պետությունների հետ եւ կարողանում է գոնե հավասարը հավասարին կռիվ տալ։ Իսկ ինչու պատկեր ունենք մենք այսօր հայկական իրականության մեջ լինելով բավականին ինտելեկտուալ ազգ, լինելով բավականին ուրեմն հզոր ուղեղներ ունեցող ազգ, մենք միշտ ստեղծել ենք համամարտկային արժեքներ, մենք չենք կարողանում այդպես էլ ազգայինը գերագնահատել եւ հետո նոր մտածել համամարտկային ուրեմն արժեքների մասին։ Բոլոր այն գիտնականները, որոնք մենք ունեցել ենք, Վիկտոր Համբարձումյանի կալիբրի հսկա գիգանտները, գիտնականները, իրենք ստեղծել են համամարտկային արժեքներ, այսինքն գիտական ոլորտում իրենց ստեղծածը նախատեսված չէ միայն Հայաստանի համար, դա նախատեսված է ողջ աշխարհի համար։ Եվ այստեղ է մեր եւ հրեաների տարբերությունը։ 30 տարվա մեջ նորանկախ հանրապետության պատմության մեջ մենք այդպես էլ չունեցանք մի գիտնական, մենք այդպես էլ չունեցանք մի զինագործ, ով կարող էր ստեղծել հայկական արտադրության մի այնպիսի զենք, իսկ ես համոզված եմ, որ հնարավոր էր, որը ունակ կլիներ զսպելու ինչ չափով մեր թշնամիներին։ Մենք նորանկախ պատմության մեջ չունեցանք այնպիսի գիտական պոտենցիալ եւ գիտական հանրույթ, որը նախ եւ առաջ կմտածեր Հայաստանը հզորացնելու մասին։ Տեսեք, մենք ունեցել ենք հզոր գիտնականներ, ովքեր նախագծել են MiG ինքնաթիռները, Su ինքնաթիռները եւ այլն ուժեղ զինագործներ են ունեցել, բայց սրանք իրենց ստեղծածով ծառայել են այլ պետության ուրեմն շահերին, այլ պետության ուրեմն հզորացմանը եւ այլն եւ այս առումով էլ պետք է մենք հասկանանք, որ Հայաստանը իր գիտական պոտենցիալը ամբարելու, մեկտեղելու, Հայաստանի շահերի համար ծառայեցնելու խնդիր ունի։ Կրկին ու կրկին գալիս ենք, բախվում ենք զուտ մարդկային պոտենցիալին, մարդկային ռեսուրսին եւ կրկին ու կրկին այս ամեն ինչի հիմքում ընկած է մարդը։ Հաջորդը գաղտնի ծառայություններն են։ Իսրայելը կարողացել է ստեղծել հակահետախուզության մի այնպիսի համակարգ, անունը Մոսադ, ով կարողանում է թշնամական պետության տարածքում ստեղծել աթեիստների համար նախատեսված
ուրեմն բազաներ եւ թշնամական պետության տարածքից է խոցում հենց թշնամական պետությանը։ Դա նույնն է, որ հայկական հատուկ ծառայությունները կարողանային Ադրբեջանի տարածքում ստեղծեին ինչ-որ գործակալական ցանց, ստեղծեին ինչ-որ ուրեմն բազաներ, որոնք անհրաժեշտ պահին կամ էսկալացիոն իրավիճակներում, պատերազմական իրավիճակներում կարող էին վնաս հասցնել այդ պետությանը ներսից։ Իսկ ինչ է Մոսադը, դա մարդկանց մի խումբ է, ում համար գերագույն նպատակը Իսրայել պետության ինչ-ինչ շահերն է։ Նորից եմ կրկնում, չֆիքսվենք նրա վրա, Իսրայել պետության շահերը համընկնում են մեր հետ, Պարսկաստանի, Իրանի շահերը համընկնում են մեզ հետ եւ այլն եւ այլն։ Զուտ անկախ դիտորդի կարգավիճակով։ Հայաստանը կրկին եւ կրկին ունի այդ պոտենցիալը ունենալու իր հատուկ ծառայությունները, իր հակահետախուզական ծառայությունները, ովքեր կարող են անել ուղիղ նույնը, ինչ որ անում է այսօր Մոսադը, սակայն կրկին առերեսվելով այս նյութապաշտության տենդին, կրկին առերեսվելով այս միջակության պրոպագանդային, կրկին առերեսվելով տգիտության համատարած ախտահարվածությանը Հայաստանի, մենք տեսնում ենք, որ այս մասով էլ մենք ոչ թե ունենք, որը թույլ է անեմատաբար Իսրայելի, այլ մենք ընդհանրապես չունենք նման ծառայություն, նման, չգիտեմ, մարդիկ, ովքեր կարող են եւ ունակ են թշնամական պետությունների ներսից հսկայական վնասներ հասցնել։ Նամանավանդ, որ ուրեմն մենք դրա մի քիչ կոպիտ համեմատություն կանեմ, մենք ունեցել ենք հայ ազատագրական գաղտնի բանակ եւ տեսել ենք, թե ինչի է ընդունակ համակարգված ուրեմն հայկական շահին ծառայող կառույցները, ինչ ահռելի վնասներ կարող են հասցնել պետություններին այդ համակարգված ուրեմն կազմակերպությունները, եւ եթե դրան մենք գումարենք պետական հովանավորչությունը, մենք դրան գումարենք ընդհանուր գաղափարախոսությունը, մենք կտեսնենք, որ աշխարհասփյուր հայությունն իր պոտենցիալով կրկին ու կրկին ունակ է այս ամեն ինչը կյանքի կոչելու։ Հետևաբար խնդրում եմ ձեզ, ոչ թե փորձեք հասկանալ այս պատերազմում ով է ուժեղ, ով է թույլ, ով է հաղթելու, ով է պարտվելու, ով ում թիկունքին է կանգնած, ով ինչի է ընդունակ եւ այլն, ու տարատեսակ այսպես վիդեո ներկայացվելու, փորձեք մի պահ այս պատերազմից սովորել, ընդամենը սովորել եւ հասկանալ, ինչ պետք է անել, որպեսզի քո թշնամիները կարողանան հաշվի նստել, եւ ես այսքանի օրվա վերլուծությունների մեջ համոզվեցի եւս մեկ անգամ, որ պետության հաջողության հիմքում ընկած է մարդը եւ ամենամեծ ու ամենաանգին ռեսուրսը դա մարդկային ռեսուրսն է, որը Հայաստանը այս պահի դրությամբ մարդկային ռեսուրս ունենալու խնդիր չունի, մարդկային մտքի ռեսուրս ունենալու խնդիր չունի, այստեղ խնդիրը այդ միտքը օգտագործելու մեջ է, այդ ռեսուրսն ու այդ պոտենցիալը օգտագործելու մեջ է, ինչը ցավոք սրտի մենք առայսօր չենք կարողանում անել, որ պահից սկսած մենք կարողացանք մարդկային ռեսուրսի օգտակար գործողության գործակիցը բարձրացնել առավելագույնի, այդ պահից չեն գտնվի Հայաստանում մարդիկ, ովքեր կասեն միայնակ Հայաստանն ինչ աներ 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ, այլ սկսեին մտածել, թե ինչ կլինի Թուրքիայի հալը կամ թուրքական աշխարհի հալը, երբ որ որոշեն սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի ազգային շահերին, ապրենք եւ գործենք Հայաստանի ազգային շահերի ուրեմն օգտին եւ միշտ բարձր ու գերագնահատենք մեր ազգային շահը ստորադասելով նեղանձնական խմբակային շահերը։ Այսքանը, շնորհակալություն, բարի օր ձեզ։